Այսօր զրուցում ենք կրթության ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Թադևոսյան, կրթական համակարգը կրկին ցնցումների մեջ է, տենդի մեջ է։ Երեխային առաջին անգամ դպրոց տանելը դարձյալ առաջացնում է նյարդերի պատերազմ։ Տարեցտարի խնդիրը չի փոխվում, ավելի է բարդանում համակարգի փոփոխությունը պատասխանատուների խոսքով միտված է գործընթացը հեշտացնելուն 30 վայրկյանում հայտագրում։ Սակայն հարցը չգիտես ինչու զվելու փոխարեն ավելի է բարդանում, ինչու այսպես։ Երբ որ նայում ենք ընդհանուր առմամբ բոլոր համակարգերը, որոնք որ այս կամ այն ձևով, ասենք չէ գործիքների կիրառման խնդիր ունեն կամ հիմա գտնվում են հերթական բարեփոխման փուլում, ինչ որ օրինաչափություններ ենք ֆիքսում, որ բոլորի ժամանակ դա լինում է, ու բոլորս գիտենք, որ դա լինում է, ու ինքը անդադ լինում է, ոչ մի բան չի փոխվում։ Ես հասկանում եմ, որ նոր համակարգ են կիրառում, իհարկե կարող է ինչ որ դեֆեկտներ եղան, որ կանխատեսելի չէին։ Կարող է ինչ որ կարիքներ լինեն շշտկումներ անելու, բայց բաներ կա, որոնք որ ակնհայտ են, որոնք որ արդեն մի քանի անգամ տեսել ենք, որ ուրիշ համակարգում լինում են, ու երբ որ դա կրկնվում է այդ խնդրեմը, այդ ժամանակ արդեն կոմպետենտության կամ ցանկության կամ չգիտեմ ինչի մասին պետք է խոսես, որովհետև այստեղ ակնհայտ է, որ ասենք դա կարելի է կանխատեսել։ Օրինակ եմ, եթե հենց այս դեպքի մասին եթե խոսենք, մենք գիտենք, որ բոլոր տիպի էլեկտրոնային ինչ-որ process կատարելու համակարգերը ունեն գերծառանբեռնվածության խնդիր։ Ու եթե դու ունես վերջնաժամկետ, ունես մեծ քանակի մարդիկ, որ օգտագործում են, այդ համակարգը հստակ թողունակություն է ունենում։ Ու ասենք այդ թողունակությունը անցավ, քո սերվերը խնդիրներ ունեն, մարդիկ չեն կարող գրանցել եւ այլն։ Դա ակնհայտ խնդրեմ է։ Դա այն խնդրեմը չի, որ ասենք Հայաստանը առաջին անգամ աշխարհում ինչ-որ մի բան էր անում ու հանգած հայտնաբերեց այդպիսի բան։ Երբ որ այդպիսի համակարգ ենք դիզայնում, դա հստակ կանխատեսելի խնդիր է, ու այդ կանխատեսելի խնդիրը պետք է լուծի մինչև առաջանալը, այլ ոչ թե առաջանալուց հետո։ Ինչն է խանգարում, որ տարեցտարի այդ խնդիրը չի լուծվում։ Այսինքն տարեցտարի համակարգ են փոխում կամ մեխանիզմներ են փոխում, բայց խնդիրը ոչ թե թեթևանում է, այլ բարդանում է։ Ես չեմ սիրում փնտրել մի պատճառ, որովհետև մենք համակարգերի հետ գործ ունենք, շատ հաճախ բազմաթիվ պատճառների համախումբի արդյունքում ենք ընկնում ինչ-որ process-ը։ Եթե հիմա այս դեպքը օրինակ նայենք, ես կարող եմ հիմա մի քանի ենթադրելի պատճառներ ասեմ, կարող եմ երկուսն էլ դուք ասեք, հետո փորձենք հասկանանք ինչ է կատարում։ Մեկը դա այն է, որ մենք չունենք խնդրի նորմալ հասկանալու, ըմբռնելու նորմալ համակարգ, որտեղ որևէ համակարգային փոփոխություն թե դու անում ես, դրանից առաջ պետք է հետազոտական լուրջ աշխատանք լինի, մի հատ հասկանանք ինչ է կատարվում, ինչ են խնդիրները եւ այլն եւ այլն։ Հետազոտության հիման վրա պրոֆեսիոնալ պետք է կազմակերպի տեխնիկական առաջադրանք այդ համակարգի հետ կապված։ Տեխնիկական առաջադրանքը գործի կեսն է, որովհետեւ ասենք որ դու արդեն այդ խնդիրները որ ասում ես, դրանք տեխնիկական առաջադրանքի մակարդակում արդեն կանխատեսել խնդիրներ են։ Այսինքն երկրորդ բույլը խնդիրների գալիս է տեխնիկական հանձնարարությունը կատարողների կոմպետենցիաների ոլորտում։ Երբ որ իրենք ի վիճակի չեն լինում նորմալ մարդավայր ձևակերպել, թե ինչ են ուզում, հետո գնա IT։ IT ոլորտում մենք հանդիպում ենք ուրիշ խնդրի։ Երբ որ մենք աշխատում ենք գնումների օրենքով։ Գնումների օրենքով երբ որ ինչ-որ մի բան պետություն պատվիրակում է որևէ կազմակերպության, եւի Հայաստանի ամենամեծ աղետներից մեկը այդ գնումների մասին օրենքն է։ Երբ որ ասենք դու չես կարողանում գրեթե չես կարողանում որակի վերաբերյալ ծառայություն մատուցող որակի վերաբերյալ պահանջներ գրես, այսինքն հիմնականում գնի վրա է լինում։ Այսինքն գինը, որ ավելի էժան տարբերակ առաջարկեց, այդ մարդկանց ստիպված ընտրում են, նույնիսկ եթե գիտեն, որ այդ մարդը մի քանի անգամ արդեն խնդրեմ ունեցել, ու ասենք չի կարողացել դա անել, գինը առաջարկել է, եթե բոլոր պահանջներին ֆորմալ համապատասխան վերջացավ։ Գնումների համակարգը այդ մյուս խնդրեմ, որ բերում ենք արդեն ընկնում ենք ինչ որ միգուցե ոչ բարեխիղճ կատարողի դաշտ, որտեղ որ դա լինում։ Եվ հետո էլ գալիս է դա բախվում է բնականաբար իրականության, լավ հաշվարկված չէ, մի երկու խնդրեմի բնությունը իր կողմից ավելացնում եւ որոնք մենք ինչ ունենում ենք։ Տեսեք, պատասխանատուները ասում են, որ այս համակարգը զերծ է պահում ավելորդ կոռուպցիայից։ Բայց իրականում ստացվում է, որ տնօրենի կաբինետից, դպրոցի տնօրենի կաբինետից կոռուպցիան տեղափոխվում է այլ դաշտ, թվային ոլորտ։ Հիմա պաշտոնական պարզաբանման համաձայն, եթե դպրոցում կա 100 տեղ եւ դիմողները շատ են, 400 է, բնական է, որ 300-ը դուրս է մնալ։ Պարզաբանել են այսպես։ Արդյոք սա չի վկայում ավելի մեծ խնդրի մասին, որ այդ դպրոցների մեջ որակական անհամաչափություն կա, այսինքն մի դպրոցը ավելի որակյալ է դասավանդում, քան մյուսները, մեկը ավելի լավն է, քան երեքը։ Ինչու խնդիրը ավելի գլոբալ
լուծում չի տրվում, խնդրին ավելի գլոբալ լուծում չի տրվում։ Այն իմաստով, որ բոլոր դպրոցներում կրթական չափանիշները որակը ավելի լավացնեն եւ ոչ թե նման էլեկտրոնային տարբերակով մարդկանց ավելորդ քաշքշուկի եւ նյարդերի պատերազմի մեջ տեղափոխեն։ Եվ ոչ մեկը գաղտնիք չի, նորություն չենք ասի, որ իհարկե տարբեր է վիճակը տարբեր դպրոցների։ Ու դրա պատճառով են մարդիկ նախընտրում են դպրոցը, հիմնական խնդիրը այդ դպրոցների մեջ չէ, այլ եւ ոչ թե գրանցման կամ գրանցման տարբերակի մեխանիզմների։ Այն էլ կար, այսինքն ես չեմ ուզում, ասենք միակոմանի դիտարկեմ խնդիրը, իհարկե, երբ որ թողում են տնօրենի կամ կամայականության վրա բանի վայրն, ասենք այդտեղ ռիսկերը ավելանում են, հասկանում եմ, տրամաբանությունը այդ տեսանկյունից հասկանալի է, ու երբ որ էլեկտրոնային համակարգը ստեղափոխվում ինչ-որ բաներ, ձերքերը պետք է ավելի արագ երկար լինեն եւ ավելի արագ հմտություններ ունենաս ինտերնետային։ Եթե պրոֆեսիոնալը սարքված համակարգը ինքը կարողանա սպասարկել, այո, ինքը ավելի թափանցիկ է, ասենք տնօրենի հետ խոսակցությունը թե համակարգում ինչ-որ գործողությունը տարբեր թափանցիկության աշխարհ ունեն, երկրորդը ավելի թափանցիկ է իհարկե, բայց դա պետքա տեխնիկապես ճիշտ կատարված լինի մեկ, երկրորդը ասենք որևէ ձևի այդ խնդիրը լուծել, ենթադրենք կարողացանք դա անենք։ Երկրորդը ձեր նշած խնդիրը, այսինքն մարդիկ պետք է ի վիճակի լինեն այդ համակարգից օգտվել, չէ՞։ Այսինքն ամեն մեկը չի, որ կարող է, ասենք ես վերջերս մայրիկիս հետ ես ունեցա, ես թվային հմտությունների շատ լավ եմ։ Ես ունեմ հիանալի թվային հմտություններ։ Ու ես ուզում եի իրեն գրանցել Armet հարթակում, որպեսզի ինքը կարողանա իր բժշկի հետ ծառայությունները, ապահովության խնդիրը կարողանա ապահովել։ Մենք մոտարապես մի 2 ժամ չարչարվեցինք, ես էլ հետը, այսինքն այն մարդը, որ գիտի թվային հմտություն լավն են։ Փորձում ասում եմ, մի հատ գլուխը տեսքում տար, այնկոմ տար, դեմքով իդենտիֆիկացիանի, դեմքը երկրորդ անգամ եկը խայտարակ վատարված համակարգ, ասում մամ ժպտա, ասում չէ, տենց թեթե մի ժպտա, ուժեղ ժպտա, ասենց համարյա ծամածարժային ժպտ։ Ասում է, չէ, այդ ժպիտ չի նի արդեն ծամածրություն կլինի, ասելով, ոչ եմ չեն կարողանում, երկուսով երկու մարդ չեն կարողանում գրանցեն քեզ մարդ։ Դա ասի ես է գրանցված չէի։ Ես գրանցված չի, ես ինքս գրանցվեցի, այսպես ժպտացի իրական ծանոթ այդ ժամանակ վերցրեց, ասի մամ, այտենց է, ձև չկա հիմա, պետք է կարողանաս այդպես ծամածրվելու աշխարհին ժպտաս, որ ինքը հասկանա այդ համակարգը, որ դու ժպտում ես։ Մախնդիրը միայն նաև այդ հմտությունները չեն, նաև արագ գերարագ ինտերնետ երեք պետք է ունենալ, որպեսզի հասցնել ժամանակին սխնել, մտնել համակարգ եւ այլն եւ այլն։ Դե ես ախր մենք այդ որ ասում կանխատեսելիության խնդիրը, այստեղ մենք ունենք կանխատեսելիություն, մենք ունենք վիզաների հետ կապված խնդիրը։ Այսինքն որ բոլորը գիտեն, որ ասենք վիզանը հենց օրը բացվում է, այդ վարքյանին մարդիկ մտնում են, բոլորը ասենք, սկսում են նույնիսկ chat-bot-եր գրել, որ էլեկտրոնային տարբերակներով ասենք, ես տենց ընկեր ունեի, ասենք որ bot-եր գրում, որ կարողանան վիզայի համակարգում գրանցվել։ Այսինքն մենք գիտենք այդ խնդիրը։ Այսինքն որ մենք գիտենք խնդիրը, մենք չենք կարող տենց առաջին վարքյանին 1000 հատ գրանցում ապահով համակարգ։ Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կատակում է, ասելով, որ դեսպանատան հերթագրվելը եւ դպրոցի տեղ որսալը դարձել են քույր քաղաքներ։ Այո։ Ըստ էության հումոր, կատակ, բայց իրականությունն է արտացոլում։ Բայց պարզ լուծում ասեմ դրան, պարզագույն։ Այսինքն դու չես դնում ժամանակ, օրինակի համար, ես լավ չեմ ասենք ենթադրում, բայց տրամաբանորեն եւ դուք էլ կհասկանաք, որ դա լուծում է։ Այսինքն եթե մենք գիտենք, որ այդպիսի տարբերակ կա, որ ասենք վերջին վարկային գրանցումների խնդիր կա, դու թույլ տուր բոլորին գրանցվել, ով որ ուզում է այդ դպրոցի վերաբերել։ Հետո նույն այդ համակարգում պատահականության սկզբունքով վիճակահանությամբ ընտրի դրանցից այն մարդկանց, ովքեր պետք է անցնեն այդտեղ։ Պարզ լուծում է, չէ՞։ Որ վերացնում ասենք այդ ժամանակի խնդիրը, իր այդ վազվզելը եւ այլն։ Էլի հա բոլորը թող գրանցվեն ու այդ գրանցվածներից վիճականություն փնտրի ինչքան որ կա։ Լուծում է։ Այսինքն մի քիչ պետք է ուղեղը աշխատացնել, փորձել հասկանալ, թե մենք այդ խնդիրը ունենք, ապա ոնց այդ խնդիրը նախապես լուծենք, այլ ոչ թե այն ժամանակ, երբ որ ինքը կառաջանում։ Մանավանդ էլի եմ ասում, երբ որ մենք տեսել ենք այդ խնդիրը, բազմից արդեն բախվել ենք դրան, մենք հասկացել ենք, որ դա լինելու է։ Ու այն բան համակարգչային ես տենց տարբեր կազմակերպությունների հետ եմ աշխատում, իրենք ունեն որակի ստուգման ինչով վիճակներ։ Այսինքն երբ որ պատրաստեցին համակարգը, մի հատ մեկը մտնում է ու կետ բոլոր հասանելիության խնդիրները, ծանրաբեռնվածության խնդիրները նախապես մի հատ տեստավորում են, ստուգում են, հասկանում են ինչ խնդիրներ են, դա լուծում են, նոր համակարգը բաց են թողում։ Դա պարզ պրոտոկոլ է, դա բոլոր համակարգերը այդպես պետք է արվեն։ Ու երբ որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, որ ասենք համակարգը գործարկվելուց հետո մենք հայտնաբերում ենք հատ պարզ ապուշ խնդիր, որ ասենք գերծառայության ժամանակ պարկում համակարգը, դա այդ ժամանակ պետք է չբացվի, դա պետք է բացվեր այդ նախկին որակի վերահսկման փուլում։
Լավ, պարոն Թադևոսյան, տեխնիկական թվայնացման տակ թաքնված խնդիրները թվում է թե հասկացանք։ Հիմա անցնենք բովանդակությանը, որը ավելի մտահոգիչ է։ Սեպտեմբերից NZP առարկան նախնական զինվորական պատրաստության առարկայի մասին է խոսքը, հանվում է դպրոցներից եւ փոխարինվում անվտանգ կենսագործունեություն առարկայով։ ԿԳՄՍ-ն պնդում է, որ սա միտված է ոլորտը ավելի ընդգրկուն դարձնելուն, պատմության անվանափոխում, парքի սրահների հեռացում, հիմա էլ NZP-ի փոխարինում անվտանգ կենսագործունեությամբ, սա կրթական կոսմետիկա է, թե ինչ է իրականում խաղաղության դարաշրջանի միգուցե բնակչությանը նախապատրաստում։ Խաղաղության, կենսխաղաղության դարաշրջանի հերթական ռևերանսային քայլն է հարևան հանրապետությունների համար։ Ու միգուցե մեր ժողովրդի այն մասի համար, ովքեր իսկապես ինչ որ ձևի կարծում են, որ մենք այո արդեն հայտնվել ենք խաղաղության դարաշրջանում, որ Ադրբեջանը եւ Թուրքիան երազում են թե երբեմն այդ եղբայրական հարաբերություններ հաստատելու, որ ասենք Ադրբեջան փառատոն չեն կազմակերպում, որ սա արևմտյան Ադրբեջանն է եւ այլն, որ ասենք Թուրքիայի փոխարգործնախարար չի ասում, որ մեր յաթաղանի վրայից վերջի մասի կտորն է պիտի թափ տանք, այդ չկա, այդ ամեն ինչը գոյություն չունի։ Ոչ, մենք մտել ենք խաղաղության դարաշրջան եւ ամեն ինչ լուծված է։ Հիասքանչ, ես ինքս խաղաղասեր մարդ եմ։ Ես ինքս կարծում եմ, որ այո, մեր հարևան հանրապետությունների հետ մեր վերջնական լուծում պետք է լինի խաղաղ, լավ, բարեհաջող լուծում։ Բայց ես չեմ ուզում իլյուզիաների մեջ լինեմ, որտեվ այս դաշտում իլյուզիաները մահացու վտանգ ունեն իրենց մեջ։ Տեսեք, սոցցանցում օրինակ մարդիկ գրում են, որ նախկինում էլ այս առարկան, նախնական զինվորական պատասխանատվության առարկան իր նպատակին չէր ծառայում, որովհետև մասնագետները կամ միգուցե լավը չէին, այդքան լավը չէին, ինչպես ակնկալվում էր, առարկան հետաքրքիր չէր անցնում եւ այլն եւ այլն։ Այսինքն կային խնդիրներ, բայց հնարավոր չէր արդյոք որակապես բարելավել առարկայի դասավանդման process-ը եւ ոչ թե առարկան կամ հանել ընդհանրապես կամ անվանափոխել, որի ներքո դեռ չգիտենք ինչ է դասավանդվելու եւ ինչ են սովորելու աշակերտները դպրոցում։ Պես մի հումորային ասացված կա, ասում են գլխացամի լավագույն դեղը գիլյոտինան է։ Այսինքն եթե գլուխը ցավում է, գլուխը կտրի։ Բայց հասկանալ չէ՞ դա լուծում չի։ Այսինքն ենթադրենք այո, լավ վիճակում չէ։ Ես ինքս դպրոցում սովետի ժամանակ եմ դպրոց գնացել, մենք ունենք մեր մայորը, որին շատ սիրում ենք, բայց ինքը մեզ ոչ մի բան չէր սովորացնում։ Ու այո, ես այն ժամանակ հասկանալով հանդերձ, ուզենալով հանդերձ նախնական պատրաստվածություն ունենալ այդ ամեն ինչի հետ կապված, ես չեմ ստացել այդ ծառայության նորմալ, բայց եթե դու դա չես ստանում, դա չի նշանակում, որ դա վատ բան է, եկեք անենք։ Այսինքն առարկայի գոյությունը գալիս է իր անհրաժեշտությունից։ Այո, եթե մենք ասում ենք, որ ընդհանրապես մենք ոչ մի պատերազմական գործողություն խնդիր չունենք, որպես այդպեսին, ու պետք չի նախնական զինվորական պատրաստություն երեխաներին։ Այդ հիպոթեզի շրջանակներում տրամաբանական է, եկեք անենք։ Բայց մենք դա վիճակում ենք 1, երկրորդը երևի ոչ մեկն էլ եւ Հայաստանում ուղեղ ունեցողը չի կարող ասի, որ երեխաները նախնական զին պատրաստություն պետք է չանցնեն, հա։ Այսինքն պարզ է դրա անհրաժեշտությունը։ Երբ որ դու դա հանում ես, բնականաբար դա ես ենթադրում որ արում ես քաղաքական աշխարհակաղակական ինչ-որ ռեֆերանսների շրջանակներում, ուրիշ բան ես դեռ բացատրություն չեմ տեսնում։ Օրինակ եմր, ասենք կա Ազատազեն, հա, որ ասենք ինքը ունի, ասենք նորակոչիկների պատրաստման դասընթաց։ Դրա տրամաբանությունը սա է։ Կան երեխաներ, որոնք որ հեռախոսից ավելի ծանր բան ձեռքում չեն բռնել, ֆիզիկական ոչ մի ծանրաբարձություն չեն, ոչ գիտեն խրամատը ինչ է, ոչ գիտեն բլինդաժը ինչ է, ու ասենք դասընթաց են կազմակերպում, զենքի հետ են ծանոթացնում, վազացնում են, խրամատը ինչ ասում, որ այդ երեխան գնա ու այնտեղ շոկի չի ենթարկվի, ինքը արդեն գնա պատրաստված այնտեղ։ Ու դրա տրամաբանությունը ես հասկանում եմ։ Ու դրա համար մարդիկ գնում են, դրա համար մարդիկ օգտվում են այդ ծառայությունից։ Նույն ձևի այստեղ է։ Մենք գիտենք, որ խնդիր ունենք, ու այդ խնդիրը պետքա կոդավորվի ծրագրի մեջ։ Այսինքն առարկան այդպես է ձևավորվում։ Մենք ֆիքսում ենք խնդիրը, հետո դա կոդավորվում է կրթական process-ի մեջ։ Հիմա ձեր ասած օրինակ ես չեմ հասկանում, մենք որ խնդիրն ենք տեսնում, որն ենք լուծել, եւ որ լուծումն ենք կոդավորել այս լուծման մեջ։ Պարոն Թադևոսյան, հիմա տեսեք, փոփոխությունը մեկնարկում է այս տարվա սեպտեմբերից, իսկ դասագրքեր դեռ չկան։ Իսկ վերապատրաստումները դեռ չեն էլ սկսվել, հետո պետք է սկսվեն։ Հիմա դասագիրքը չկա, դասատուն կամ զինղեկը ինչպես է անցկացնելու դասը։ Ինչ է դասավանդելու։ Ես հոգնել եմ այս դասագրքերի հարցի հետ կապված տարբեր հարցազրույցներում խոսած։ Ռեալ ասենք հիմա անհասկանալի արդեն, անընդունելի է, որևէ ձև ես չեմ ուզում մտածեմ դրա մասին, թե ոնց է դա լինում, որ մենք տարիներով անընդհատ ունենում ենք դասագրքեր չհասնելու խնդիր եւ դա այդ խնդիրը շարունակում է տեղի ունենալ։ Միանշանակ պարզ է, որ ասենք, եթե դու ինչ-որ փոփոխություն ես ուզում անես, դու պետք է քո նախապատրաստական փուլերը ավարտես, ամեն ինչ պատրաստ ունենաս եւ այդ փոփոխությունը կատարես։ Եթե փոփոխություն պատրաստ չի, ապա մի կատարի փոփոխություն, շարունակի նախորդը, մինչեւ դու պատրաստ կլինես ու այդ ժամանակ գործարկի այն ինչ որ կա։
Եթե ես չնախապատրաստված առանց այս դասագրքի խնդիրների մասին որպես փորձագետ բարձրաձայնում եք, ձեզ լսում են, որտեղ որ առիթ լինում է, փորձում բարձրաձայնեմ, լսելը համոզված չեմ, որ լսում են, ու լսելուց ընդհանրապես այս կառավարությունը մի քիչ լսելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի, որտեղ իրենց թվում է իրենք ամեն ինչ գիտեն, հետո ա եղել Արեգ Թադևոսյանը, ու ինչ որ նոր բան է պետք է իրենց բացատրի, մենք իրենց հիանալի ավելի լավ հասկանում ենք, մի քիչ մեծամտության խնդիրներ կան իրականում։ լավ, ինչպես հասկանալ, դուք փորձագետ եք, հիմա ես ուսուցիչ եմ, պետք է դասավանդեմ առարկան, ինչպես դասավանդեմ կամ ինչ դասավանդեմ, եթե դասագիր չկա եւ ես առարկայից էլ դեռ պատկերացում անգամ չունեմ։ Ուսուցիչները սովորել են կուլ տալ անկուլ տալի բաներ, այսինքն անընդհատ իրենք ունեն խնդիրներ ու իրենք վախենում են խնդիրները բարձրաձայնեն, վախենում են իրար իմիգան, նորմալ մի հատ արհմիություն կազմեն, իրեն շահերը պաշտպանեն, հարցեր բարձրացնեն նախարարության հետ եւ այլն։ Ես հասկանում եմ, ընդհանուր հանրապետությունում եղած այս տերորի վախի մթնոլորտում, հասկանում եմ իրենց, որտեղ վախենում են աշխատանքը կորցնեն, բան եւ այլն, հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Այսինքն դրա լուծումը նա է, որ ուսուցիչը երբ ինչ-որ խնդիր է բարձրացնում, իդեպ ասեմ ձեզ, այնպես չի որ նախարարությունում էլ ինչ-որ մոնստրներ են նստած, որ չեն ուզում խնդիրներ լուծեն, շատ հաճախ իսկապես ես միլիոնատ օրինակ եմ, երբ որ այս խնդիրը բարձրացրել եմ, լուծումն էլ մոտապես հուշել եմ, մարդիկ ասել են հայ է, կարելի է այդպես անել։ Այս եթե մենք իսկապես հասարակության կողմից ունենում ենք ինստիտուտներ, ռեալ հասարակական կազմակերպություն, ոչ թե ֆիկտիվ գրանտակերներ, այլ ռեալ հասարակական կազմում, հասարակական խնդիրներ են լուծում։ Այն մարդիկ, ովքեր արհեստակցական միություններ, որոնք իրեն շահերը բարձրացնում են, նախարարությունը ես շատ օրինակներ ունեմ, որ իսկապես ինքն էլ ընդառաջ գալիս ու խնդիրն լուծում է։ Բայց երբ որ դու վախենում ես ու դրա մասին չես բարձրացնում, հետո փորձում ես առանց դասագրքի, առանց հասկանալու ինչ-որ մի բան անել, այդ ժամանակ էլ ունենում ես ինչ որ ունենում ես ու դա քրոնիկ կրկվում է ու մենք հետո էլի մի 3 տարի հետո ձեր հետ ինտերվյու կանենք, էլի կասենք նույն ձևի է, նույն ձևի, նույն ձևի։ Որովհետեւ նույն ձևի չլինի, պետք է լինեն մարդիկ, ովքեր խնդրեն լուծում են տալիս։ Ու էլի եմ ասում, ես ունեցել եմ տես դեպքեր, նախարարության կողմից էլ իրենք պատրաստ են շատ հաճախ լսել խնդիրների մասին, ու երբ որ մի քիչ հուշում ես, մի քիչ ասենք ուժ ես ցույց տալիս, ատամ ես ցույց տալիս ու մարդիկ ես ցույց տալիս, որ պատրաստ են դրա հետևից գնալ, իրենք ընդառաջ գնում են եւ լուծում են։ Հիմնավորել եւ տալ լուծում, ոչ թե գնալ պարզապես կրիտիկա անել։ Օրինակ ես ոնց այեցի, ասացի, տեսեք, այս խնդիրը կա, եկեք վիճակականության հարցը մտցնենք, ինչ որ մի բան կլուծվի, չէ՞։ Առաջարկություն արեցի։ Թող իրենք մտածեն, ասեն լավ է, լավ չի, եթե լավ է թող կիրառեն, լավ չի թող չկիրառեն։ Պարոն Թադևոսյան, եթե ամփոփենք այսօրվա մեր զրույցը, կրթական համակարգը այսօր որակական ինչ չափանիշներ է սերմանում վաղվա քաղաքացու մեջ եւ արդյոք ապագայի սերունդը կունենա պետական ամետ մտածողություն այդ կրթական թոհուբոհի մեջով անցնելով։ Այս հարցով կարող ենք սկսել եւ երկու հատ հարցազրույց անել, որտեղ շատ մեծ հարց է իրականում։ Պարզ պատասխանը ոչ, այսինքն հիմա ինչ որ տալիս է կրթական համակարգը, մեզ չի տալիս այն, ինչ որ մենք ուզում ենք ունենանք, ես կոնկրետ ուզում ունենամ, որտեղ մենքի համար ես ու դու պետք է ունենանք կոնսենսուս, որ մենք ուզում ենք կրթական համակարգից այսպիսի քաղաքացի, բայց մենք Հայաստանում չունենք դրա կոնսենսուսը։ Մենք չունենք եկած ինչ որ ընդհանուր պրոդուկտի, որ մենք կրթական համակարգին տալիս ենք, պատվիրակում ենք, դա ասում ենք մենք այս ենք ուզում։ Երբ որ մենք դա չունենք, այդ ժամանակ կրթական համակարգը ինչ որ կարողանում է տալիս է, մենք էլ կամ գոհենք կամ դժգոհենք։ Այսինքն որպեսզի մենք ունենանք որակական փոփոխություն, էլի եմ ասում, ես չեմ ուզում միշտ գնդակներ ուղարկեմ նախարարության այգին, հա։ Այստեղ հասարակական կազմակերպությունները իրենց անելիքներ ունեն, փորձագիտական համայնքները իրենց անելիք ունեն, դուք որ բարձրաձայնեք այս հարցը բոլոր ձեռքի տված։ Եթե մենք կարողանանք այս հարցերը բարձրացնենք, ես համոզված եմ, որ այնպես չի էլի, որ ասենք այդ բոլոր պետական կառույցը մարդիկ են նստած, որ ասեն ամենառոտ մտածում ոնց է, որ երկրի համար վատ լինի, հա։ Իհարկե ոչ։ Այսինքն դեղը լիքը հայրենասեր մարդիկ կան եւ այլն։ Եթե մենք բոլորս իմի գանք, ես կարծում եմ, որ կա, մենք ունենք պոտենցիալ, ես այդ ամենը պատասխանատվությամբ եմ ասում, որտեղ իմ աշխատանքի բերումով ես աշխատել եմ Ասիայի տարբեր կառույցների հետ, իրավիճակների հետ, Եվրոպայի տարբեր կառույցների, նախկին ԽՍՀՄ տարածքի երկրների հետ հսկայական փորձ ունեմ ամենատարբեր դաշտերում աշխատելու։ Հայաստանում պոտենցիալը դրա կա, ինտելեկտուալ էլ, արժեքային էլ դրա պոտենցիալը մենք ունենք ու միակ բանը որ մեզ պակասում է համակարգային երկարաժամկետ ու համախմբված աշխատանք այդ խնդիրների իրական լուծում տալու համար, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելու, որոնք վնասից բացի ոչ մի բան չեն բերելու։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք խոսում էինք կրթության ոլորտի փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ։ Ցտեսություն։